Փառք Աստծուն այս պատվի համար, որ մեր հովիվները ընձեռնեցին, որ այս պատիվ ունենամ Աստծո առաջին կանգնելու, մեր Տեր Աստծուն ծառայելու համար ձեր հետ միասին։ Այսօր ուզում եմ մի կարճ խոսամ Ժորժ ջան։ Մեր ունեցածը, որ խոսքը ասում է, ով որ ունի, նրան կտրվի ու կավելանա, ով որ չունի, այն էլ որ կարծում է թե ունի, նրանից վեր կառնվի։ Ճիշտ ասած շատ երկար տարիներ ես որ ես կարդում եմ այս համարը, միշտ իմ համար էսի մի տեղ էր գրած, բայց այս վերջի ժամանակներս տեսա որ էսի նոր կտակարանում մինիմումը, որ ես եմ հանդիպել ինձ պետք է եկել կամ հայտնություն եմ ստացել, մինիմումը 4 տեղում այս բան օգտագործում է։ Ու 4-ը տարբեր դրվագներում ասեմ, 4-ը տարբեր բաների համար։ Բայց միջև այդ ուզում եմ մի համար կարդանք Աստվածաշնչից Եփեսացիների առաջի գլխի 3-րդ համարը։ Վստահ եմ ոմանք տանգիր գիտեք, բայց կարդամ. Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնությունով եկնավոր բաներում Քրիստոսով։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնությունով եկնավոր բաներում Քրիստոսով։ Երբ որ ես կարդում եմ ամեն հոգևոր օրհնություններով, ես հասկանում եմ, որ իմ հոգևոր կյանքում ինչը որ պետք է, ինչի կարիքը կա, ոչ թե ինձ ցանկություններ ես ունեմ, այլ ինչի կարիքը որ կա, Տերը ամեն բանում օրհնել է։ Այսինքն, եթե նույն հայր մեր աղոթքի պես, որ աղոթում ենք հայր մեր հանապազորյա հացը մեզ այսօր տուր, երևի մեծամասնությունը հասկանում եք, որ նկատի չունի ցամաք հացը։ Նկատի ունի այսօրվա կարիքը, հանապազորյա հացը, այսօր ինչի կարիք ունեմ, եթե ես այսօր իմ ծառայության մեջ մեքենայի կարիք ունեմ, Տերը ինձ տալիս է այդ կարիքը բավարարում է, կարող ես մի հատ ճոխ բան եմ ուզում, Տերը էլ կարա տա, եթե կարող ես ճոխ տուն եմ ուզում, բայց Տերը տուն ա տվել իմ ընտանիքի համար, այստեղ չունեի վարձով եմ մնում, բայց ընդ Տերը տուն ա տվել, բայց ոչ թե որ ես լավն եմ կամ լավը չեմ, Տերը օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով Քրիստոսում։ Ամեն։ Ցանկացած մեկը, որ եկել է Քրիստոսին, ցանկացած մեկս, որ Քրիստոսի մեջ է, Տերը օրհնում է մեզ ամեն հոգևոր օրհնությունով, ինչի կարիք որ կա, Տերը բավարար, Տերը տալիս է։ Տերը Ռայկոմել է այսօր ասում, ես սիրում եմ այս բա, որ մեր հայրը երկնային հայրը, ինքը օրհնող, ինքը սիրում է օրհնելը, ինքը սիրում է իր երեխեքին օրհնելը։ Հիսուսը ասեց, եթե ես մարտլնելու իմ երեխեք ինձանից ինչ ուզում են, հնարավորինս փորձում եմ անեմ իրանց, որտեվ ես որպես ինձ դուր ա գալի ժպիտը, մեծերն էլ, բայց այն պուճուրները մանած մի հասարակ բան ես տալի, ամեն օր մառոժն ես առնում, չէ՞ որ խանութում հետ մեզ մի հատ էլ ես մառոժնի ուզում են առնում ես, նենց ուրախացած վեկալում բացելով ուտում, տենողները կարծում են առաջի անգամա տենում ես երեխեն մառոժնի, բայց չէ, այդ իր այդ ժպիտը ինձ մի հատ սենց ուրախություն ա տալի, պատկերացնում եմ մեր հայրը, որ մեզ օրհնում է, ինչքան լավ ազգ, ինքը հաճույք է, ինքը վայելում այդ բա, երբ որ օրհնում, ինքը սիրում է մեզ օրհնելը։ Դամար ես կրկնվում եմ դել եմ ասել, բայց ես պահ ուզում եմ ասեմ, ցանկացած ամեն ինչում ինքը երբ որ մեզ օրհնում է, այս բավականությունը ինքը սիրում է լրացնի, ինքը սիրում է ավելացնի, տարիքի հետ սկսում է օրհնելը, տարիքի հետ սկսում է շատացնելը, չի թողի քեզ ոչ մի բանի պակաս։ Ամեն, քո ամեն կարիքները ինքը օրհնում է։ Ու ես չեմ տեսել հավատացյալ, շատ փորձ չունեմ, բայց գոնե 30 տարի հավատքի մեջ եմ։ 32, 14, 13 թվականից 32։ Չէ, ինչքան է գալի։ Վերջ այդքան ժամանակ հավատքի մեջ եմ ես եկեղեցում։ Չեմ տեսել մի հավատացյալ, որը գալիս է եկեղեցի, ինչքան էլ անգրագետ լինի։ Ինչքան էլ այդ մեր ախուսասն աղբոր ասած, ինչքան էլ կարդալ գրել անուն ազգանություն, ինչքան էլ աղքատ լինի, ինչքան էլ պակաս լինի, որոշ ժամանակ հետո տենում ես եկեղեցու մեջ ինքը մնալով իրա կարգավիճակը փոխվում է։ Իրա խոսելա ոճը փոխվում է, իրա արտաքինը, իրա հագնվելու շոր հագնելու նկատի ունեմ, իրա շորը հագնելու բանը ավելի լավանում է, իրա ակենսավոճ, իրա ապրելավոճը լավանում է։ Ոչ թե որովհետև ինքը լավն է, որտեղ ոչ թե ամբողջ եկեղեցին հասնում է գլխին, որ իրան հագցնի կերծին, չէ, Աստված հայրը սիրում է օրհնելը։ Ամեն։ Հիմա 4 կետ ուզում եմ կասեմ, չեմ ասում թե միակ 4 կետերն են, առաջի երկրորդ չեմ դնում, բայց այս միտքը, չի բարձր ձեր բեմը ժողովուրդ, չեք իմացու ես գալու եմ, ձեր ամբիոն, բերում էլ բարձր են ծավոր։ Մատթեոս 25-րդ գլխի 14-ից 30 համարները, Մատթեոս 25-րդ գլխի 14-ից 30 համարները շատ հայտնի տեղ է,
ամբողջը չեմ կարդա, պատմեմ ժամանակի առումով մի համարը կկարդամ։ Տերը կանչում է իր ծառաներին, ամեն մեկին իր կարողության համաձայն, Տերը կանչում է իր ծառաներին, ամեն մեկին իր կարողության համաձայն, իր ունեցածը տալիս է, որ գործած են, ու գնում է հեռու երկիր։ Գնում է որոշ ժամանակ հետո հետ է գալի, ասում է Ալեքսանդր ջան, քեզ տվեցի 5 քանքար կամ 10 տաղանդ միտեղ ասում է, մյուսին ասում է քեզ տվեցի 5, ամեն մեկին իր կարողության չափով մի բան տվեց։ Հասկացաք, չէ՞։ Ու երբ որ հետ եկավ, սկսեց պահանջել, ինչ է, ոչ թե պահանջել, ինչ է կարել, ոնց եք աշխատացել, ոնց եք օգտագործել իմ ունեցածը, ու այս տաղանների մասին եկեք մի կարճ կանգնենք, որ հասկանանք Ժորժ ջան։ Նախ Աստված անտաղանդ երեխեք չունի, ամեն մեկին մի բան տվել է, ուղղակի մեր տաղանները հաճախ ի հայտ են գալի մեր աճի հետ կապված, մեր աճի հետ։ Օրինակ եմա սկզբում ասում ես մեկին, տեն մեզ մեկը եկեղեցում եկել է ուղղակի մաքրում, կամ չի մաքրում, նորահոգի է, կամ չգիտեմ, ուղղակի աղոթքների է գալի մեկ-մեկ։ Ու մարդիկ Աստված ցույց է տալիս մարդկանց, ու այս մարդը ինչ հավատարիմ է այս գործի մեջ։ Ու հրավիրում են խմբակ, այս մարդը խմբակում տենում են հավատարիմ, անընդհատ, իր ունեցածը տենում են օգտագործում այս մարդը անընդհատ։ Ու այս մարդուն ինչ անեն, կարող է միտեղ տնային խմբակ սկսենք։ Ու այս մարդուն մի քիչ բարձրացնում են, այս մարդու ունեցածը ավելանում է, այն որ ունի ավելանում է։ Մենք պարգև ունենք Աստծուց, որը պետք է սկսենք կիրառել ու գործածել։ Երբ որ դու եկեղեցում միշտ մտածում ես պարգև չունես, կամ Աստծուն ենք ստախոսանում, կամ էլ լավ չենք փնտրել, հասկանանք մեր պարգևը որն է։ Դու տաղանդ ունես, դու պարգև ունես, որը պետքա գործածես։ Ու գործածության ժամանակ սկսում է ավելանալ քո ունեցած, ամեն։ Մենք պետքա կիրառենք, մենք պետքա դրվենք, ոչ թե ինձ պետքա անդադ քաշեն արի աղոթքի, արի խմբակի, արի արա, ես պետքա ներդրվեմ, ու ներդրվելու ժամանակ համար առաջի բանից մեկը որ մեր հավատքը աճում է, երբ որ դու սկսում ես ինչ որ այն քեզ տրվածը գործածել, քո փոքրը գործածել։ Մի ժամանակ Հրազդանում, Հայաստանում մի հատ արտնության տեսակ կար, Աշոտ Ստեփանյանի միջոցով էր։ Սևան կոնֆերանս էին գնացել, կոնֆերանսից գալուց երազ ենք վարձել, այդ երազով գալուց Լուսինեն, չի հիշինքը, տիկրոյքին Լուսինեն, դե ժամանակ սենց բան կար, աղոթում ենք, մարգարեական հոգի կար, իրար համար մարգարեական, ես էլ իբր ակտիվ ծառայող էի, իմ մասին մեծ բան ունեի, որ ես ու մարգարեսենց Լուսինան ասեց ունես քո համար աղոթեմ, աղոթեց, չես հիշի, աղոթեց, ասեց Տեր, ասում ես քեզ մի տաղանդ եմ տվել, այդ մի տաղանդը տինդ պահի, այդ մի տաղանդը օգտագործի, այդ մեկը, ու ես սկզբում նեղվեցի, վրդովվեցի, տարիներ շարունակ նեղացած էի։ Վերջապես, չէ, նեղացած չէ, բայց իմ մեջ հասկանում էի, որ Տերը մի հատ խոնարհության ճանապարհ է ցույց տալի, որ այդ մեկը ինչ որ ունես, կիրառի այդ մեկը, օգտագործի այդ մեկը, ու Տերը կավելացնի։ Մի օր տաքսի եք շում, մեկ տաքսի եմ շում, ժողովուրդ պարապ եմ լինում, ազատ եմ լինում։ Այդ օրվա մեջ նշվում մեր Սարատովի ճանապարհն է, որ շուշուտ սարքում են, չեմ ասում իդեալական է, բայց շուշուտ են սարքում, լավ են սարքում, ված չեն սարքում, ստեն են, որ տերմեն շատ ճանապարհներ շատ լավ սարքած արդեն։ Ու մի օր առավոտը մեկը նստեց, սկսեց ճանապարհներից բողոքել, էս փոսերը մոսե, ես եկա պայրան սկսեցինք սենց տոնտալը։ Այդ օրը անցում, բայց ներսումս նենց հանդիմանություն կա, որ տես միշտ որ նստում են ովքեր, փորձում եմ մի քիչ դրական լինեմ, էլի գոնե քրիստոնյա եմ, ծառայող եմ։ Միրիկվա մոտ մեկն էլ եկավ, սենց նստեց էլի նույն ճանապարհների վրա, նույն թեման սկսեց նորից, նույնը։ Ու այս խոսակցության ժամանակ, բայց ներսումս տագնապ կա, նենց անհանգստություն կա խոսակցության ժամանակ։ Այդ մարդուն ինչը ծեցի, սա պրծագործեց, գնացի եւ այս ապուջուրից սազիկից մանկապարտեզից վեկալելու, մեր մոտ մանկապարտեզա չէ, ու բավոն հասարակ ուղիղ ճանապարհի վրա, մի հատ այսքան փոսա ժողովուրդ, քանդել են ճամփեն, չեն սարքեն, ու չեմ իմանում ոնց ֆրացես երկու ակերո տրակցրեցին, տրակցեցի գցելու տրակցրեցի էլի, սարքելու է։ Ու ես հասկացա, այն որ ես պետքա տայի օրնություն, այն որ դրական պետք է տայի ու չարեցի, Տեր ինձ դու կորցրեցիր,
այն որ պիտի ունենայի, որտեվ միջև էտել տրանից հետո շատ անգամներ որ մեքենա նստող ա եղնում, որ ես ավետարանը խոսում եմ, երբ որ իրանց օրհնում եմ, իրանք են տխրած տրտնջալով նստում, սկսում եմ թեման փոխել, սկսում եմ ավետարան, սկսում եմ դրականն այնց ամեն անգամ շատ ժամանակներ իրիկուն գալուց են զորացած, այնց հաղթանակած, բայց այդ օրը իմ ունեցածը պակասեց, իմ ունեցածը կորցրեցի, որտեվ ես ավետարանելու պարգև ունեմ Տիրոջից։ Ոնց աղբերատ մենք ավետարանելու շնորհք ունենք Տիրոջից, բարի լուրը տարածելու։ Ու բացի այդ էլ 95% ճանապարհները լավ վիճակում են, 5%-ը դաժե թե լավ չի։ Բայց եթե անկեղծ ասենք 5%-ից մի քիչ է վատ վիճակում է։ Մենք պետք է սովորենք նայել այն բանին, ինչը որ Տերը ցույց տա, ինչ որ լավն է, ինչ որ դա ու սկսենք դա կիրառելը։ Ամեն։ Ամեն ով որ ունի նրան կտրվի ու կավելանա, ով որ չունի, այն էլ որ կարծում է թե ունի նրանից վեր կառնվի։ Ես պարգև ունեմ։ Ես պետքա գործածեմ, դու պարգև ունես, դու տաղանդ ունես, օգտագործի։ Ինչ ուզում ես արա, ասա Տեր ինձ ցույց տուր, որտեղ կիրառեմ իմ տաղանդը։ Եթե անգամ չգիտես ինչ դա, Տեր ինչ արի հովիվների մոտ, ասա խմբակի տավակի մոտ արի, մի արի հովիվների մոտ, շատ մի անհանգստացրու։ Արի մեկի մոտ, ով ավակայ քո մի քիչ քեզանից վերադաս բառը ճիշտ է Տերս ասելը։ Ով քեզանից մի քիչ հոգեոր, արի ասա ինչ անեմ եկեղեցում։ Ես հիշում եմ իջե բանագնալը մենք ծառայությունը շատերը մենք չէ, թե ծառայողների, հովիվների էր, մեծ մասը եկեղեցում գացենք ավլելու գործ կար ավլում ենք, տղերքով գացենք օջախում ենք պաշտամուն քան ժամ ռայկոմը։ Փորշի ցեղ դուման հանում ենք երկինքը։ Ավլում ենք, հետո ասում եմ դե մանկական աթոռները բերել տանելու գործ կա, մեկի տանը քեֆա, մեկի տան, մեկի բոստանը պիտի փորվի։ Չենք հարցնում, չէ։ Բայց երբ որ սկսում ես գործածել, ուսում ես Տերը ուղղություն է տալի, ունեցածը ավելանում է ու ավելանում է։ Մատթեոս 13-րդ գլուխ 10-ից 17 համարները։ Ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները իմանաք։ Աշակերտները եկան Հիսուսին հարցրեցին, ինչի ես Մատթեոս 13 առակների գլուխն է, ինչու ես առակներով խոսում ժողովրդի հետ։ Հիսուս ասեց, ձեզ իմ աշակերտներիս տրված է երկնքի արքայության խորհուրդները իմանաք, բայց նրանց տրված չի, որտեղ ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, ով որ չունի ունեցածներ կառնվի։ Ու շարունակում է։ Եկեք մի երկու համար Աստվածաշնչից սրա հետ կապված կարդամ, որոնց երկարման չգամ։ Որովհետև ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա եւ ով որ չունի ունեցածներ կառնվի նրանից 12-ը 13-ը նրա համար եմ առակներով խոսունացել որ տեսնելով տեսնում են եւ չեն տեսնում լսելով չեն լսում չեն իմանում եւ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը որ ասում է լսելով կլսեք եւ չեք իմանա տեսնելով կտեսնեք եւ չեք տեսնի անդադ կրկնում է տեսնել ու լսել հասկացողությունը որտեվ թանձրացավ այս ժողովրդի սիրտը եւ իրանց ականջներով ծանր լսեցին իրանց աչքերը խփեցին միգուցե աչքերով տեսնեն եւ ականջներով լսեն եւ սրտով իմանան եւ դառնան եւ նրանց ես բժշկեմ բայց երանելի են ձեր աչքերը որ տեսնում են եւ ձեր ականջները որ լսում են որտեվ ճշմարիտ ասում եմ ձեզ որ շատ մարգարեներ եւ այլն բայց երանելի են ձեր աչքերը որ տեսնում են եւ ձեր ականջները որ լսում են մեր ունեցածը ավելանում է Տիրոջ հետ փոխհարաբերությունից Էս են կարևոր պայմաններից է ես վերջերս ընդեղել շատ եմ տենում ավտացիաներ ու լսել եմ բոլորին չի վերաբերում ձեզ կարող չի վերաբերում ոմանց վերաբերում է որ աղոթքի կյանք խոսքի կյանք Տիրոջ հետ հարաբերության կյանք չունեն ու ոգևոր եկեղեցում լինելով ժամանակի հարց է այսօր լավ է այսօր շատ ենք այսօր հավաքվում ենք բայց երբ որ խնդիրը շատերը թողում են շատերը կորցնում են որտեվ Տիրոջ հետ անձնական փոխհարաբերություն ասում է իրանք չեն լսում ինձի իրանք չեն տեսնում պատգամներ կա խոսում են երեք Հակոբ աղբոր հետ մեկի մասին ենք խոսում երեք չառաջի օրը ասեց խոսած եկեղեցիա քանի տարի գալի մեկի մասին շատ հարազատ մարդու շատ սենց բա ապաշխարում է գացա չգիտեմ խոսակցած Հակոբ ինքը վերստին ծնված է ինչ կարծիք ես ուղղակի զրույց չասեց մարդը տարիներ եկեղեցիա գալ պատկերացում չունի որտեվ Տիրոջ հետ ինքը լսելով լսում է ու չի լսում Եթե դու այն մարդ ես ու անդադ լսում ես ու չես լսում, չես հասկանում ինչ այս եկեղեցին ուզում ասի, ինչա Տերը խոսում, ինչա Տերը ցույց տալի, եկեղեցու տեսիլք ու եկեղեցին ուր է գնում, եթե դու չես, միջեմա չգիտես եկեղեցու տեսիլք ու եկեղեցին ուր է գնում։ Հետի նշանակում է դու տեսնելով տեսնում ես ու չես տեսնում, լսելով լսում ու գալիս է Հիսուսը սկզբից նորից։ Ով որ ունի, նրան է տրվում։ Որտեվ եթե մեկը վազում է, ու տենում ես մեկը գործ է սամսեց կպած օգնում է Քեզնից անկախ նորից ես մարդուն ասում։ 5 հոգի կանգնած են թե մեկն է վազվզում, ֆռում ես մեկին ես նոր, որտեղ անողը, ու այս մեկն էլ Աստծո օրհնությունով ու ավակների
տեսնելով, հա, տեսնելով։ Սկսում է բարձրանալ այս մեկը։ Ամեն։ Ինչ ես տեսնում, ինչ ես լսում։ Դու պետք է սկսես լսել Տերը ինչ է ասում։ Պետք է սկսես տեսնել Տերը ինչ է ցույց տալ, Տերը ինչ է անում։ Հաջորդը, որ ուզում եմ իրար հետ կարդանք, Մարկոս 4-րդ գլուխ 24-25 գամարները։ Տեսեք, ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նրանով էլ կչափվի ձեզ, եւ կավելանա ձեզ լսողներիդ, որտեղ ով որ ունի, նրան կտրվի, եւ ով որ չունի, այն էլ որ ունի կվերցվի նրանից։ Ճիշտ կարդացի չէ՞։ Դե թարգմանությունը, հա նույնն է։ Որտև ով որ ունի, նրան կտրվի, եւ ով որ չունի, այն էլ որ ունի կվերցվի նրանից։ Տեսեք ինչ եք լսում եւ ինչ չափով եք չափում։ Այս չափի բանն էլ կարևոր է, Ժողովուրդ ջան, դու ինչ չափով ես չափում, որտև մի հատ ախպեր ունենք, ասում են, մենք սիրում ենք, որ մեզի չափում են շնորհքի չափով։ Մեզ դուր է գալի, որ մեզ չափում են ողորմության չափով։ Որ սխալվել եմ, դե սա ինձ կհասկանան։ Եթե սայթակել եմ, ներող եղեք, դե մարդ եմ, ում է չի պատահում։ Բայց երբ որ իմ դիմացինն է սայթակում, նո։ Երբ որ իմ դիմացինն է սայթակում կամ մի մեղքա կամ մի սխալի մեջ է, ինչ չափով ես դու չափում։ Մենք ինչ չափանիշ ունենք։ Մենք կարանք ունենանք դատողության, չարախոսության ու բամբասանքի չափանիշը, մենք կարանք ունենանք հոգու պտուղների չափանիշը։ Ես չափում եմ սիրո չափանիշ։ Շատ ալնում, որ ասում են, սենց անում ես մարդը։ Դե մեր արտավազ աղբորից ես այդ օրինակը վեկալ եմ, չեմ կարող ասեմ ամբողջությամբ ստացվում է մոտս կիրառեմ, ընդ բայց ձգտում եմ իմ հավատքի առաջնորդի օրինակին նայել ու նմանվել։ Բայց ինչ չափանիշ է, դու քո կողքը նստածի հանդեպ, եկեղեցու ծառայողը, որ հանգարց սխալվեց, կամ քո խմբակի անդամը, կամ կողքիդ նստածը, ինչ չափով քո չափանիշից կախված է, քո ունեցածը կավելանա, թե քո ունեցածը կպակասի։ Եթե դու դատապարտության չափով ես չափում, քեզ էլ նույնն է չափվելու։ Որտեվ եթե ես 5-ը չներեցի, Տերը կկանչի, կասի դեն 1000-ը հետ տուր։ Եթե ես մեկը ներեցի, Տերը կասի արի քեզ ավելի օրնեմ, որտեվ դու չափանիշը որոշում է ինչը քո կյանքում կավելանա կամ կպակասի։ Դու ինչ չափ ունես, ինչ չափով չափես, այն չափով էլ քեզ է չափվելու։ Ամեն։ Տեսեք, ինչ եք լսում, ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի եւ կավելանա։ Այսինքն Տերը, երբ որ խոսում է կավելան, ինքը նկատի ունի, որ դու ճիշտ չափով չափեք, դուք առատորեն չափեք, դուք լիքը լեփլեցուն չափեք, դուք հավատացեք, որ Տերը իրան կօգտագործի։ Մի տեղ էլ կարդամ, ավարտին մոտենամ, Ժողովուրդ ջան։ Ղուկասի ավետարան 8-րդ գլխի 16-18 համարները։ Ոչ ոք ճրագը չի վառում եւ ամանով ծածկում կամ մահիճի տակ դնում, այլ ճրագակալի վրա է դնում, որ ներս մտնողները լույսը տեսնեն։ Որտեւ չկա ծածուկ բան, որ չհայտնվի եւ ոչ թաքուն բան, որ չիմացվի։ Ուրեմն տեսեք, թե ինչպես եք լսում, որտեւ ով որ ունի, նրան կտրվի եւ կավելանա, եւ ով որ չունի, այն էլ որ կարծում է թե ունի, նրանից վեր կառնվի։ Մենդ միջև թե դու ասում ես, գիտեք, ասում ես, դուք եք աշխարհի լույսը, ըստ ուզում եմ բան ասեմ, նախ ասեմ, լույսը վառելը Տիրոջից է, լույսի ճրագը որտեղ դնելը մեզանից է։ Հասկանաք, չէ՞, ճրագը վառում ենք, մետերը լույսը վառել է ու որտեղ ենք դնում լույսը, էդի մեզանից է։ Մենք որ բանակում ծառայում ենք, իմ ժամանակներով որ ծառայել այդ պոստերում գիտենք, որ բլինդաժներում լույս չկար, բնականաբար աման ենք դնում, ձետ սովորական ձետ ենք լսում, մի հատ ֆիտիլ չէ, թելի կտոր ենք դնում, վառում, մինչև ու մենք ենք որոշում, ամանի տակ դնենք, հանգստնելու ամենալավ բանը, գիտեք, մի հատ ուրիշ աման դնում ես վրեն հանգում է։ Տերը մեր կյանքում լույսը վառ է, քո լույսը որտեղ ես դնում։ Քո կյանքում կա լույս, քո լույսը հանգցնում ես, թե քո լույսը վառում ես։ Քո լույսը ինչ վիճակում է, որտեվ Տերը այդ լույսը վառա, կամ այդ լույսը կգրգռես, կամ այդ լույսը կվառես ու կբորբոքվի, կամ այդ լույսը մի օր կմարի, կամ այդ լույսը մի օր կհանգի։ Կարևորը թե լույսդ որտեղ ես դնում։ Եթե դնում ես գրվանի տակ, ամանի տակ, կրավատի տակ, ինքը թթվասնի պակասից մի օր մեռնելու է։ Բայց սկսում ես կիրառել այդ լույսը, սկսում ես ցույց տալ, որ դու քրիստոնյա ես, սկսում ես ցույց տալ, որ դու Աստծո մարդ ես, սկսում ես ավետարանի լույսը տարածելը ու ինքը բռնկվում է, ինքը ուժեղանում է։ Ուստել Տերը ասում է, դու կարաս ավելացնես քո լույսը, դու կարաս այդ լույսը ուժեղանաս, որտեղ եթե ես ավետարանում եմ մեկին ու ինքը ընդունեց, մի լույսս մյուսի հետ ինչքան զորավոր ալնում։ Սաղմոսների մեջ ասում արդարների լույսը
Ծագող արևի պես ծագում է մինչև կատարյալ օր դառնա։ Մեր լույսը կարա զորանա այնքան, մինչև կատարյալ օր դառնա։ Վերջապես մենք պետք է սկսենք կիրառել, որտեղ խոսք ասում է, այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը ընդունում է ու պտուղ չի տալի, անեծքի արժան, տատաս կա տալի։ Բայց այն երկիրը, որ գործածում է, օրհնության արժանը, կրկնակի է, ավելանում է իր ունեցածը։ Աստված օրհնի ձեզ, Ժորժ ջան, չեմ ուզում շատ երկարացնեմ, բայց էս է միտքս, որ դու ունես ցածած բան, կամ ավելացնելու ես, կիրառելու ես, կամ ինքը մի օր պակասելու է։ Դամար Տերը թողնի մեզ, Տերը օրհնի ես եկեղեցին, որ մեր ունեցածը ավելանա, մեր քանակը ավելանա, մեր վիճակը ավելանա, մեր լույսը զորանա ու ավելանա։ Սա մեզանից է կախված։ Տերը տալիս է, ասում է կիրառի, Տերը լույսը վառում է, ասում է կիրառի, Տերը չափեր է տալի, ասում է գործածի, Տերը օրհնում է, ասում է ավելացի։ Եկեք ավելանանք, եկեք Տիրոջ անունը օրհնենք։ Ամեն։ Խնդրեմ, ոտքի կանգնենք, աղոթք անենք։ Բարք ես Տեր, շնորհակալ ենք քեզանից, Հիսուս ջան, մենք քո առաջ խոնարհվում ենք Տեր։ Մենք քեզ մեծարում ու երկրպագում ենք, որտեղ դու ես մեր Տերը, դու ես մեր Աստվածը, դու օրհնյալ ես, քո անունը օրհնյալ է։ Դու զորավոր ես Տեր, շնորհակալ ենք քեզանից, որ մեզանից յուրաքանչյուրին որդեգրելով մեզ տվել ես պարգևներ, տվել ես տաղանդներ, տվել ես շնորհներ տարբեր տեսակի, լույսը տես վառել մեզանում Տեր։ Մեզ տվել ես ամեն ինչ, որ պետք է հոգևոր կյանքում, հոգևոր կյանք ապրելու համար, Հիսուս ջան։ Շնորհակալ ենք, որ մեզանից յուրաքանչյուրին ինչ-որ բան ես տվել քո արքայության մեջ, այս մարմնի մեջ մեր տեղը գտնելու համար, այս մարմնի մեջ յուրաքանչյուրիս իր ճիշտ տեղում ես դրեպիտանի լինելու համար։ Ուղղակի խնդրում եմ ցույց տուր մեզ տեղը, ցույց տուր մեր պարգևը, ցույց տուր մեր տաղանդը, ցույց տուր Տեր, որտեղ ենք պահում մեր լույսը, որ կարողանանք բարձր տեղ դնենք, որ ամեն տունը մտնողները լույսը տենան։ Խնդրում ենք օգտագործի մեզ, Տեր, որ մեր ունեցած ավելանա, որ այն օրը, որ քո առաջ կանգնենք, ասես ապրես բարի ու հավատարիմ ծառա։ Խնդրում եմ տուր մեզանից յուրաքանչյուրին լսել այդ խոսքերը, այն օրը, որ քո առաջ կկանգնենք, որ ասես ապրես բարի ու հավատարիմ ծառա։ Տեր, մենք քեզ սիրում, օրհնում ու մեծարում ենք, մենք քեզ երկրպագում ենք, թող քո անունը փառավորվի Հայր, Հիսուս Քրիստոսի անունով։